Սիրելիներս, ավելի շուտ, բարի երեկո սիրելիներս, ինչպես տեսնում եք մեզ մոտ երեկոյա ժամը 10:30-ը։ Այսօր մի տեսակ արտասովոր վլոգ սկսվեց, որովհետև ոչ այս ժամին էի սկսել երբեք իմ վլոգը, ոչ էլ այս տեսարանով։ Այստեղ սկսվում են արդեն տոները, ամառվա գալուստն են հայտարարում, տոնում են ամառվա գալուստը, քանի որ ամառը սկսվում է ոչ թե հունիսի 1-ից, այստեղ այլ 21-ից եւ տոների բացումն է խնդահարում։ Բարի առավոտ սիրելիներս, ինչպես տեսաք, այսօր ես կանաչ դետոքս պատրաստեցի, ինչ եմ օգտագործել, կիվի, կանաչ խնձոր, նեխուր, եթե մաղադանոս ունենա, իհարկե մաղադանոս կավելացնեի եւս, եւ մեկ ճաշի գթալ մոտավորապես չիայի սերմեր եմ ավելացրել։ Շատ համեղ է ստացվում, եթե քաղցր չի իհարկե, եթե ուզում եք մի փոքր քաղցր լինի, կարող եք կես բանանը հարել, միասին խառնել, բայց այսպես ավելի համեղ է ու օգտակար է, այսպես ավելի առողջարար է։ Երեք տեսակ, որ ինչպես սկսեցի իմ վլոգը, արտառոց պայմաններով մի փոքր ոչ սովորական եւ ժամի առումով, երբեք ես չգիտեմ, չեմ հիշում, որ այդ ժամին վլոգ սկսած լինեի եւ այդպես թմբուկներով ինչ էր նշանակում դա, այստեղ արդեն ամառ է եւ հունիսի 21-ից ամառ է, այստեղ մեր նման չի հունիսի 1 ամառ լինի, սեպտեմբերի 1 աշուն, չէ, ամեն 21-ին է փոխվում եղանակը եւ ամռան գալուստն էին հայտարարում, այսինքն որ ամառ է եկել, այստեղ մի քանի օր տոներ է, հիմնական տոնը հունիսի 24-ին է, 23-ի գիշերը 12-ին սկսվում է, խարույկ են անում, ես կնկարեմ իհարկե անպայման, խարույկ են անում, Սան Խուանի տոնն են նշում, այսինքն դա ամռան գալուստն է, ամռան, արևի, ինչ-որ տաքուկ տոն է, միայն այդ տոնի վատը այն պահն է, երբ պայթուցիկներ են պայթացնում, ինչպես ասեցի, այդ տոնում մի հատ վատ կողմ կա, որ սալյուտ են անում, ռումբեր են պայթացնում, պայթուցիկներ ու ամենավատն էլ այն է, որ դա միայն այդ մեկ օրը չեն անում, սկսում են վաճառել մոտ 2 շաբաթ առաջ ու 2 շաբաթ շուտ
սկսվում է ամեն երեկո համարյա թե պայթուցիկների ձայները, սայլուտների ձայները։ Մեզ մոտ ինչպես նոր տարուներ, այդտենց իրանց մոտ ամռանն է, հունիսի 23-24-ին ավելի ճիշտ, բայց երկու շաբաթ առաջ արդեն ամբողջ ժամանակ պայթուցիկներ են օգտագործում, սայլուտներ ամեն քայլա փոխի։ Եվ երեկվա տոնն էլ մի փոքր պատմեմ, թե ուղղակի աղմուկը այնքան շատ էր, որ միևնույն էր, եթե ես այդ րոպեին խոսայի, ոչինչ չէր լսվելու, թեկուզ ինձ թվում է միկրոֆոնով էր։ Հիմա պատմեմ, թե ինչ նպատակ կար, ասացի, որ թմկահարում էին, ուրախանում էին, եթե նկատեցիք բոլորի գլխին, մեծամասնության գլխին, ովքեր ակտիվ մասնակիցների գլխին գլխարկներ կային, շլյապաներ կային, ու այդ գլխարկները իրենք գնում են որոշակի գումարով, չգիտեմ ճիշտ ասած ինչքան են վճարում դրա համար, ամեն այդպես պարելով, երգելով, մի խոսքով մեծից փոքր մասնակցում են, իսպանացիները լավ են կարողանում նշել տոները, շատ ակտիվ են նշում եւ գնում են այդպես քայլելով, պարելով, թմկահարելով, հասնում են ինչ-որ մի սրճարանի առջև, այդտեղ պարում են, թմկահարում են, սրճարանից կանչում են ու իրենց հյուրասիրում են։ Այսինքն իրանք նախորդ վճարել են, բայց երևի ոչ այդքան շատ են վճարել, որովհետև ամեն սրճարանին դիմաց համարյա թե բոլոր սրճարանները հյուրասիրում էին։ Հյուրասիրվում են այդտեղ ու միայն իրավունք ունեն հյուրասիրվելու, ովքեր այդ գլխարկները դրած են։ Գլխարկները ունեն։ Համարյա թե գրեթե բոլորը կարելի ասել գարեջուր էին խմում, բնականաբար երգում պարում, ուրախանում, վերջում հասան արդեն փոքրիկ հրապարակի նման տեղ կա, այդտեղ հասան, այդտեղ սկսվեց արդեն իրենց էլի խրախճանքը, մենք քանիսներ 11:30 կողմերը տուն եկանք, 11:30 համագրեթե, բայց դեռ մինչև ուշ գիշեր երաժշտության ձայնը լսվում էր, թմբուկների ձայնը լսվում էր, մի խոսքով ուրախանում են ի սրտե։ Իսկ վաղ ամսի 23-ի գիշերը հաստատ չենք քնելու միջև լույս, այդ ռմբակոծությունը, այդ թռուցիկները շարունակվում են, սալյուտները շարունակվում են մինչև կարելի ասել առավոտվա 3-4-ը հաստատ լինում է։ Մի խոսքով ինչ արած ուրախ ազգ են, նշում են իրենց տոնը, ուղղակի ես չեմ հասկանում, թե ինչ կապ ունի այդ սալյուտները այս տոնի հետ։ Եթե ինչ-որ մեկը գիտի, չգիտեմ, ինձ ասեք Իսպանիայից, ես գիտեմ, որ Կատալոնիայում հաստատ նշում են եւ գիտեմ, որ Անդալուսիայում են նշում նաեւ, մնացած տեղերը չգիտեմ, նշում են թե չէ։ Այսքանն էլ այս տոնի մասին, թե ինչ տոն էին նշում իսպանացիները։ Ամռան գալուստը չնայած այստեղ կարելի ասել միշտ ամառա տաքա ամառ չի, բայց մեր աշունն է, մի փոքր ցուրտ աշուն, որ ունենում ենք, այդ եղանակն է այստեղ ձմեռն անում, որպես ձմեռ չկա Կատալոնիայում, այստեղ չկա որպես ձմեռ, մեր մի փոքր ցուրտ աշունը այստեղի ձմեռն է։ Այստեղ էլ ուրախացնում է այս արխիդեյան, տեսեք որքան սիրուն բացվել է ու այսպես մնացել է։ Այստեղ այս մյուս արխիդեյան հիմա ցույց տամ։ Տեսեք, սա էլ արդեն այսպես բացվել էր սիրուն, նրանք թափվել է շուտ, բացվել էր ու այսպես թորոմեց ու թափվեց, հիմա նույնն էլ սրանց հետ է տեղի ունենում, չգիտեմ ինչից է, եթե իմացողներ կան, խնդրում եմ գրեք, իմանամ ինչից է, որ սունց դեպք չեր եղել, առաջին անգամ եղավ, ճիշտն ասած, որ բացվեց 2-3 օր հետո թորոմեց ու թափվեց, հիմա սրանք էլ են հաստատ թափվելու, որովհետև նույն ձև սա է տեղի ունեցել այս ծաղիկների հետ։ Այս մեկը շատ սիրուն, շատ լավ մնացել է, տեսեք, այս սրանք էլ են բացվելու, ահա, քանի հատ աղագին ծաղիկ կա, մնացել է այս երկուսը բացվի, սրանք դեռ չեն բացվել, բայց նա չհասկացա ինչի տենց եղավ, թորոմեց մի անգամից, եթե
իմացողներ կան, խնդրում եմ գրեք, տեսնեմ պատճառը ինչից էր։ Եթե արխիվի գիտակներ կան, սիրելիներս, ինձ օգնեք, տեսնեմ ինչի համար են, գրեք, տեսնեմ ինչի այդպես եղավ։ Եվ ուզում եմ պատասխանեմ Գայանեի տված հարցին, ալերգիայի դեպքում ես ինչ դեղորայք եմ օգտագործում, ես չնայած գրել եմ, բայց ասեմ, ցույց տամ, օգտագործում եմ պոլարամին է, բայց դու ձեզ մոտ կարող ես անալիզ հանձնել, ինչ որպեսզի պարզեն, թե ինչից է քո ալերգիան եւ ըստ դրա նշանակում կատարեն։ Ինձ բավականին օգնում է պոլարամինը, ես շատ չեմ ունենում ալերգիա, կարող ամառը սկսվել է երևի մեկ անգամ եղել ալերգիա, շատ ժամանակ ձմռան վերջ, գարնան սկիզբ։ Գարունը կարելի է, բայց ոչ ամեն օր է եղել իմ ալերգիան, եղել է շաբաթը մեկ անգամ կամ 2 շաբաթը մեկ, 10 օրը մեկ, այդպես, ամեն օր ես ալերգիա չեմ ունեցել։ Եվ անպայման անալիզ հանձնեք, տեսեք ինչից է ձեր ալերգիան, նոր ըստ դրա բժիշկը նշանակի ձեր տեղը։ Իսկ ես խմում եմ պոլարամին է ու ինձ օգնում է, բավականին օգնում է այս դեղահաբը։ Ժողովրդյան դուրս եմ եկել տանից, գործեր ունեի մի փոքր, եկել եմ մեր քաղաքի ցենտրը ու եղանակը միանգամից մռայլվեց, ամպեց ու ավելի տոտ, ավելի շոկ։ Ժամը երեկոյան մեզ մոտ հիմա այս պահին 7:30 է, դեռ 7:30 չկա, 7:20, բայց 32 աստիճան ջերմություն կա։ Ահա որ տոտ է, ահա որ, չգիտեմ, մռայլ եղանակը։ Այսպես իստամ ամպերը, լսում եք պայթուցիկների ձայները, ամենուր այս պայթուցիկներն են։ Տեսեք ոնց է մռայլվել, բայց ավելի վատ։ Ու զգացվում է, որ ահա որ խոնավ է եղանակը։ Տեսնում եք այն կրպակը, որ մարդիկ կանգնած գնում են։ Այդ կրպակները տարին մի անգամ այսպես տեղադրում են ու այստեղից գնում են պայթուցիկները, բոմբերը։ Տեսնում եք հերթը ժողովուրդ ջան, այս գնում են բոմբերը, որպեսզի պատրաստվում են տոնի, կարելի ասել։ Սա այն մեր պարկի դրսի կողմից է։ Տեսեք ինչ սիրուն է ծաղիկները, դրսից էլ է, դրսից ավելի շատ ծաղիկներ կան։ Շատ սիրուն է։ Եկա այստեղ նստեցի, կանգառնա կողքը, եկա այստեղ նստեցի, սպասում ավտոբուսը գա, ավտոբուսով գնամ։ Ահա որ տոտ է եղանակը, քայլել չի լինում այս եղանակին։ Ուրեմն այս բոմբերը պայթացնում են հենց պարկում, հիմնականում պարկի մեջ, ու բոլոր շները, հատկապես այն փոքրիկ շները, վախից պարկից փախնում են, ոչ մեկ չի ուզում պարկ մտնի, տարին մի անգամ ստրես են ապրում շնիկները։ Տեսեք, սա էլ մեր այգին է դրսի կողմից, ունի մի քանի մուտք, 4 թե 5 մուտք ունի, ու այս ամռանը կարծեմ ուշ է փակվում, ժամը մինչև 10-ը, եթե չեմ սխալվում, ձմռանը շուտ են փակում, 8-ին թե 9-ին փակ է արդեն, ոստիկաններն են գալիս փակում, իրենք բացում են, իրենք է փակում են։ Այսպես երկարության պարկն է ներսում։ Արդեն ուզում էի բողոքեի, բայց չէ, ավտոբուսս եկավ, նստեմ ավտոբուսս գնամ սիրելիներս։ Ժողովուրդ ջան, ես տեղ եմ հասել, մեզ մոտ ոնց որ կեֆ ուրախությունը շարունակվում է։ Գնանք տեսնենք ինչ ոնց հաճելի երաժշտությունը, գնանք տեսնենք ինչ համեր կա։ Այ մեր մոտ անձրև է գալիս, ավելի մեծ գալիս է։ Այստեղ չուրոս են վաճառում։ Երբում ու պարում են ինձեր։ Եթե YouTube-ը չարկելափակի կթողեմ ժողովուրդ։
լավացավ, որոշեցի գնամ տուն, ոնց լսում եք Երասյան ձենը դեռ շարունակվում է, ինձ թվում է մինչև կեսգիշեր սա շարունակվելու է, երգելու է։ Գնացի տուն, երևի ես գեղեցիկ երաժշտության ներքո, եթե YouTube-ը թույլ ատրի, կթողեմ, եթե չէ ձայնը կհանեմ ստիպված։ Երևի ձեզ հրաժեշտամ այս գեղեցիկ երաժշտության ներքո, համերգի ներքո ձեզ հրաժեշտամ։ Լավ մնացեք սիրելիներս, մինչև մյուս հանդիպում։